24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Բարև։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ շնորհակալ։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից, դուք ինչ տպավորություններ ունեք եւ ինչու մենք զորախումբ չուղարկեցինք, կարծում եք։ Գիտեք, այն որ զորախումբ չուղարկեցինք, սկսեմ դրանից, որովհետեւ դա երկրորդական հարց է, բայց կարևոր սիմվոլիկ նշանակություն ունի։ Հիշեցնեմ ձեզ, որ Մոսկվայում տոնվում էր համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Եվ հայ ժողովուրդը այդ պատերազմի հաղթանակում ունեցել է իրականում հսկայական ներդրում, մոտ 600,000 հայեր մասնակցել են այդ պատերազմի խորհրդային միության կողմից, բայց եւս պակաս ճշգրտված թվերով հայեր, բայց տասնյակ հազարավոր հայեր կրվել են նաև եվրոպական պետությունների Միացյալ Նահանգների կողմից, մասնապես հայտնի է Ֆրանսիայի դիմադրության շարժման հայերի մասնակցությունը, Միսթակ Մանուշյանի սխրանքը եւ այլն։ Ոստի մենք այդ պատերազմի հաղթանակի անմիջական կողմ ենք, այդ հաղթանակի անմիջական շահառու ենք հանդիսանում եւ զորախմբի ներկայությունը Մոսկվայում դրա ցուցիչը պետք է լիներ։ Իդեպ ես նաև հիշեցնեմ, որ Երևանում էլ որևէ տոնակատարություն չի եղել որպես այդպեսին։ Եվ Երևանում էլ ոչ շքերթ է եղել, ոչ որևէ զորախումբ է եղել, ոչ որևէ պատվո, ասենք օրինակ, շարասյուն է եղել կամ պատվո պահակներ, ոչ մի բան։ Առանձնապես կարևորություն կարծես թե չի ուզում տրվել։ Ոչ թե առանձնապես, ընդհանրապես որևէ կարևորություն չի տրվել։ Մայիսի 9-ը մենք Հայաքվե միավորման անդամներով այցելել ենք եւ հաղթանակի այգի եւ այցելել ենք Եռաբլուր, հաշվի առնելով որ սա եռատոն էր, հա, եւ մենք 2 տոներ ենք տոնում, 3 իրական տոներ ենք տոնում եւ որևէ տեղ պետության ներկայություն մենք չենք տեսել։ Ընդհանրապես որևէ ներկայություն չենք տեսել։ Դե հաղթանակից զբոսայգի գնացին բարձրաստիճան պաշտոնյաները։ Հա, բայց ասենք զինվորական ներկայություն չենք տեսել, ասենք պատվո շքախումբ եւ այլն ոչ մի բան չենք տեսել։ Այս տպավորությունն է, որ սա պետական տոն չի, թեև տոնական օրը մայիսի 9-ը տոնական է եւ այլն եւ սա 80-ամյակն է, ընդհանրապես որևէ ներկայություն մենք չենք տեսել։ Հիմա ենթադրվում էր, որ լավ, երկրի կառավարության ղեկավարը գտնվում է Մոսկվայում, նրա հետ պետք է զորախումբ լիներ։ Միակ կառավարության ղեկավարն էր ԱՊՀ երկրներից, որի հետ զորախումբ չկար ընդհանրապես։ Որ ընդհանրապես, ասենք, որևէ խելամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում, եւ ես կարծում եմ հիմնական նպատակը նրան է, որ մարդիկ փորձում են ինչ-որ իմաստով, ինչպես եւ շատ այլ դեպքերում պատմությունը եւ կենթանի պատմությունը, որին մասնակիցներ են մեր պապերը, ասենք իմ երկու պապերն են իրականում պատերազմի մասնակիցներ եղել, այդ պատմությունը փորձել են, ասենք, ներգափոխել, որ ինքը գոյություն չունի, որ մենք այդ պատմության համար հպարտություն էլ չունենանք։ Հաղթել ենք, չէ՞, այդ պատերազմը։ Մի պապս Պրագա է հասել, ենթադրենք, հա, ու Պրագայում է միջից պատերազմը վերջացել, գիտեք, որ Բերլինից հետո Պրագան է եղել։ Ասենք այդ հաղթանակի հպարտությունը մեզ այնց յուրաքանչյուր ունի։ Հիմա փորձում ենք մեզ համոզել, որ այդ հաղթանակը մեր է, չկա ընդհանրապես կամ ընդհանրապես հաղթանակ գոյություն։ Իսկ նպատակը ո՞րն է այս ամեն ինչի։ Այս պարտվողների ազգ դարձնել, անողնաշար պարտվողների ազգ։ Այդ հայտնի բանը կա, չէ՞, այդ օրինակը կա բաների խեցգետինների, որ եթե խեցգետինը մենամարտում իր մրցակցի հետ պարտվում է, իր ուղեղի հետ տեղի ունենում անշրջելի փոփոխություններ, որից հետո ինքը միշտ պարտվում է, միշտ։ Իսկ մի անգամ եթե պարտվում, դες ինքը միշտ է պարտվում, որտեղ ինքը դառնում է պարտվող տեսակ։ Ուղեղի մեջ տրանսֆորմացիա տեղի ունի։ Հիմա մենք մի անգամ մի հատ պատերազմ ենք պարտվել, պատմության հսկայական ընթացքում հաղթած եւ պարտված բազմաթիվ պատերազմների շարքում է։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ այս մի պարտությունը, սա մեր համար մահվան դատավճիռ է։ Մենք որպես ազգ այլևս գոյություն ունենալու իրավունք չունենք։ Այդ են փորձում, որ դուք երբևիցե չեք հաղթել, երբևիցե մոռացեք, ոչ մի հաղթանակ չունեք։ Դուք հիշում եք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սա եռատոն չի, միատոն է։ Ո՞նց եռատոն չի։ Շուշիի հաղթանակը չի եղել։ Լավ, հետո պարտվել ենք։ Նույն Շուշին ձեր ձեռամբ, իմիջիա ձեր ձեռամբ հետ են գրավել ադրբեջանցիները մեր ձեռքից, հա։ Հետո բայց մենք այն ժամանակ չենք հաղթել ենք, չէ։ Հաղթել ենք միջած գերակշռող ուժերին եւ այլն, չէ, ադրբեջանական։ Ու ես այդ օրն էլ Եռաբլուրում հայտարարեցի, մեր հաղթանակներն դուք մեր ձեռքից չեք կարող վերցնել։ Ընդհանրապես այդ հաղթանակներն ա, որ մեզ ամրություն են տալիս, հա, հավատ են տալիս, հույս են տալիս, որ ապագայում եւս կհաղթենք։ Իրանց նպատակը մեզ այնց ապագան խլելն է։ Մեզ համոզելն է, որ ապագայում էլ հաղթանակ չի լինելու։ Դրա համար պետք է անցյալը ջնջել։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը ինչպես կբացատրեք, նա ըստ էության բացատրում է այնպես, որ այդքան էլ լավ չէ, որ մենք հաղթանակ ենք տարել, որովհետև եթե Գերմանիան հաղթանակ տաներ, կգային եւ Միացյալ Հայաստան կստեղծեին։ Խայտարակ մեկնաբանություն է, պարզապես խայտարակ, ուզում եմ ասեմ նաեւ, որ ժամանակին, երբ որ ԱՐ հիմնադրամը դեռ աշխատում էր Պաշտպանության նախարարության հետ, մենք Արծրունի հետ բավական այդպես մտերիմ հարաբերություններ ունեինք, եւ որոնք խզվեցին 44 օրյա պատերազմից հետո, երբ որ մենք հասկացանք, որ այդ պատերազմի ամբողջ ընթացքում Արցունը ըստ էության կեղծ դեզինֆորմացիա էր տալիս ժողովրդին, կեղծ հույսերով էր, հա, սնում։
եւ դրանցում մեր հարաբերությունները իր հետ խզվել են, բայց այն ինչ որ տեղի ունենում հիմա եւ այն ինչ որ իր շուրթերով այս գործող վարչախումբն, որովհետեւ հասկանալ չէ, որ այդ գործող վարչախմբի թեզերից մեկն է։ Սա ուղղակի խայտարակություն է, որովհետեւ սա ըստ էության նացիզմի քողարկված կամ ոչ այդքան քողարկված արդարացում է։ Մեզ փորձում են ասել հետեւյալը, գիտեք ինչ, այդ վատը որ Խորհրդային Միությունը հաղթել է։ Այ եթե նացիստական Գերմանիան հաղթեր, մեր հայերի համար լավ կլներ։ Ու գիտեք ոնց այդ պնդումը ոչ մի կերպ չես կարա ստուգես, հա, որովհետեւ պատմությունը չես կարա վերաշարադրես։ Մեկնաբանման հարց է։ Չես կարա վերաշարադրվես։ Նա արդեն եղել է այնպես ինչպես եղել է։ Հիմա նույն ձևով կարող ես ասել, գիտես ինչ, եթե նացիստական Գերմանիան հաղթեր, Թուրքիան կմտներ ցեղասպանությունը ավարտին կհասցներ։ Չես կարա դա բանալ։ Բայց հիմա Արծրուն Հովհաննիսյանի պես մեկը, որը բնականաբար այդ ինֆորմացիան նույնիսկ չունի, եթե նույնիսկ ինչ-որ արխիվային թղթեր կան, բան երբեք չես կարող դրա հիման վրա այդպիսի դատողություն կառուցես, նա փորձում է մեզ համոզել հիմա, որ այ գիտեք ինչ, եթե նացիստական Գերմանիան հաղթեր, լավ կլիներ։ Նացիստական Գերմանիան ցեղասպան պետություն էր։ Նրա բոլոր ղեկավարները ցեղասպանության հրյաների եւ ոչ միայն մնացած ժողովրդների դեմ էլ ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունները մը դատապարտվել են մահապատժի Նյուրնբերգան դատարանում։ Հիմա դու եկել ես փորձում ես նրանց արդարացնես։ Նպատակավորն է, դուք ինչ բացատրություն ունեք այս ամենի։ Հեսա կգամ նպատակին, նպատակը Արծրունի գլխում չի եղածել, նպատակը վարչախմբի գլխում ա եղածել, բայց ես ուզում եմ ասեմ, որ սա իմ կարծիքով մեր քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի համատեքստում հանցագործություն է, որովհետև այդ հոդվածը այնպես էլ հնչում է ցեղասպանության կամ ռազմական հանցագործությունների արդարացումը կամ նրանց կարևորության նսեմացումը, հա։ Մենք այդ իմաստով շատ լուրջ մի հատ ուսումնասիրենք, որքանով է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները տեղավորվում քրեական օրենսգրքի սահմանման տակ, հա, որովհետև իրականում չի կարելի այդպիսի բաներ անել։ Դրա հետևանքը պետք է հասկանալ։ Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը նշել է ոչ միայն Ռուսաստանը։ Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը նշում էր Ֆրանսիան, նշում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, նշում են Մեծ Բրիտանիան եւ այլն։ Դա մեղմ ասած ողջ քաղաքակիրթ աշխարհի հաղթանակն է հրեշավոր չարագործ ռեժիմի դեմ, ցեղասպան ռեժիմի դեմ։ Հիմա դու եկել ես փորձում ես դա արդարացնես, չես հասկանում առածի իմաստը։ Որն է դրա նպատակը ըստ էության, տեսեք, այս գործող վարչախումբը ժամանակի ընթացքում պարբերաբար շատ այտենց էքստրավագանտ բաներ է անում, սա հերթականներից մեկն է։ Սա փաստորեն տեսեք, մի ձեռքով վարչապետը գնում է Մոսկվա, ենթադրենք, հա, բայց մյուս ձեռքով, ասենք, այնտեղ զորախումբը դա չի տանում, շքերթին նստած է թթու դեմքով, ոնց որ դա իրան չի վերաբերվում ընդհանրապես, հա, ու ինքը այնտեղ պատահական է հայտնվել։ Արծրուն Հովհաննիսյանն այդպիսի էքստրավագանտ աբսուրդային հայտարարություններ է այստեղ կատարում, փորձելով ոնց որ վերաշարադրել պատմություն եւ այլն։ Այդ ամբողջի նպատակը մեր մեջ, հայերի մեջ կասկածի սեր ներարկելն է, որովհետեւ նորից ասացի 600,000 մարդ գնացել կռվել է, դրա համարյա կեսը հետ չի վերադարձել։ Հիմա ոնց որ փորձում են ասել քեզ, գիտես ինչ է 300,000 հայ մարդը որ գնացել է, կյանքը դրել է զոհասեղանին հաղթանակի, այդ տենց իզուր էր, ոչ մի բանի համար էր։ Հայ մարդուն փորձում են համոզել, որ իր զոհաբերությունը ոչ մի բանի համար է։ Այդ է նպատակը, տարբեր ձևերով։ Այն օրը, որ մենք գտնվում ենք Մայիսինի եռաբլուրում, եւ ես չտեսա, տարածքորեն չտեսա որևէ պետական պաշտոնյա, ես չտեսա պաշտպանության նախարարության որևէ պաշտոնյա։ Առավոտյան եկել էին։ Եռաբլուրում ես ոչ մեկի չտեսա, հա։ Հիմա եռաբլուրում ես տեսա միայն շիրմաքարերը։ Միայն այս շիրմաքարերը մեր նահատակների, մեր հերոսների։ Հիմա այս նահատակների եւ հերոսների ընտանիքները տեսնելով այդ անտարբերությունը իրանք ինչ պետք է մտածեն։ Պետք է մտածեն բավարար չի, որ իմ որդին, իմ եղբայրը, իմ հայրը գնացել է, զոհվել է։ Հələ իր այդ զոհողությունը հիմա արժեզրկվում է պետության կողմից, կազմակերպված, պետության կողմից արժեզրկվում է այդ զոհողությունը։ Ինչի, որ վաղը հանգարց ինչ-որ մեկը չմտածի նույն բանը չկրկնի։ Իսկ ինչա՞ մեզ պետք որ հանգարց վաղը ոչ մեկը նույն բան չկա, որովհետեւ մենք ապաշտպան մնանք։ Որպեսզի այս երկիրը լինի անպաշտպան, որպեսզի հայության գիտակցության մեջ սերմանվի այն գաղափարը, որ քո զոհողությունը աննպատակ է։ Մի կռվիր, մի դիմադրիր, երկիրդ մի պաշտպանիր։ Մեկը երկիրդ հանձնված է, հասկանում եք։ Այս խորքային այսպես եթե անգամ պարտություն էին կրել, դա չէր խանգարում, որպեսզի պաշտոնյաները այցելեին նաև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դա հարգանք էր զոհերի հիշատակին։ Բնական է, իհարկե դա հարգանք էր այն հերոսների, այն նահատակների համար, որոնք 1992 թվականին ծայրահեղ ծանր պայմաններում հերոսաբար գրոհեցին անմաչելի Շուշին կարողացան նվաճել հակառակորդից, հա, անմաչելի, ով Շուշին եղել է պատկերացնում է դա ինչ հերոսական ջանք է, ինչ ճիգա պահանջել, ինչ զոհողություն, չէ։ Հավասարացնել զոհին իրանց այդ ջանքը։ Հավասարացնել զոհին իրանց հերոսությունը, քանի որ իրանք
վախկոտների եւ կամակատարների հավաքածու են, իրանց պետք է հերոսներին նույն կերպ հավասարացնել իրանց։ Ցույց տալ, որ հերոսները իրանցպես վախկոտ են։ Իսկ Մոսկվա այցից ինչ կարող եք ասել, իսկ դուք ասում եք թթու դեմքով նստած էր, ինչու էր միայնակ նստած, ինչու հենց որոշեցին, որ Բելարուսի նախագահի կողքը պետք է նա նստի, առասարակ Փաշինյանի այցը ուղղակի գնաց ներկայանալու համար, թե այլ նպատակներ էր նա նաև հետապնդում։ Անձամբ ես կարծում եմ, որ նա Մոսկվա մեկնեց, որպեսզի կարողանա իր քաղաքական կենսունակության խնդիրները լուծել, որովհետև մեր նախորդ հանդիպման ժամանակ ես ձեզ ասացի, Փաշինյանը զրկվել է իր արտաքին աջակցության զգալի մասից, եթե ոչ ամբողջովին, հա։ Այն տարբեր տեսակ, այսպես ասած, ուժային կենտրոնները, որոնք աջակցում են Փաշինյանին, կամ թուլացել են իրենք, կամ եթե չեն էլ թուլացել, հիասթափվել են Փաշինյանից։ Ի վերջո, այն որ Փաշինյանի վարկանիշը հավասարվել է ընդամենը 10%-ի, բոլորը գիտեն դրա մասին։ Այդ նույն ուժերը այս երկու դեսպանություններ ունեն, եւ մեր երկրում իրանց դեսպանությունները վստահաբար կարող են ասել, բարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անում, մեզ այնց լավ նույնիսկ տիրապետում են թվերին, իրենք հասկանում են, որ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում, գահավիժում է եւ Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի որպես այդպեսին։ Դեռ սկսել են ձեռքերը լվանալ Փաշինյանից։ Հիմա Փաշինյանը գնացել էր Մոսկվա, որպեսզի այնտեղից ինչ-որ աջակցություն ստանար, դատելով նրանից ինչ-որ մենք տեսել ենք, իսկ մենք տեսել ենք, որ հանդիպում ենք չունեցել Ռուսաստանի նախագահի հետ, օրինակ, հա, նույնիսկ կարճ ճեպազրույց չունեցել միասին, ասենք ֆորմալ գնացել է, բարևել է, հետո հրաժեշտ տվել, վերադարձել է։ Եվ իրան վերաբերմունքը, այդ ում կողքը նստեցրեցին եւ այլն, այդ ամեն ինչը ցույց էր տալի, որ ինքն դեռ օտար է։ Ինքն դեռ օտար է, իր նկատմամբ որևէ բարյացակամ վերաբերմունք չկար եւ ավելին ձեզ ասեմ, ցույց էր տրվում, որ չկա։ Եվ մենք գիտենք դրա մասին, որովհետեւ ենթադրենք Ռուսաստանում իր նկատմամբ շատ լուրջ վերապահումներ ունեն եւ իր գործողությունները, մասնապես Պրահայում Արցախի հանձնման փաստաթուղթը ստորագրել է, մարդիկ դրան վերաբերում են որպես հենց հայկական ազգային շահերի դավաճանություն, ոչ միայն ռուսական, հայկական ազգային շահերի դավաճանություն։ Եվ դավաճաններին վերաբերմունքը շատ հասկանալի է, եթե նույնիսկ դավաճանը գնում է, ասենք, փորձում է նորից հարաբերությունները վերականգնի, իրան վերաբերմունք հենց այն էր, ինչ որ մենք տեսանք։ Իդեպ ես ձեզ ասեմ նաև, որ այն ինչի մասին մենք անդադ խոսում ենք, ուղղակի բոլորը տեսան, փաստացի տեսան, որ հենց այդպես է, որ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու։ Եվ ես կարծում եմ, որ դրա հետևանքները մենք շատ արագ կտեսնենք, որովհետև դա բերելու է Հայաստանում գործող իշխանության հետագա խարխլման եւ կազմաքանդման։ Դուք կարծում եք, որ դա անհանգստացնում է առանձնապես Փաշինյանին, եւ եթե այդպես է, նա ինչու է հակառուսական նման հայտարարություններ, տրամադրություններ տարածում։ Տեսեք, շատ պարզ է, որովհետեւ նա գնում է փորձում է Ռուսաստանից աջակցություն ստանա, երբ որ չի ստանում, հետո գալիս սկսում է կաղկանձել ատամները ցույց տալ։ Բայց դա իմ կարծիքով փակուղային խաղ է։ Իր կողմից փակուղային խաղ է, որովհետեւ նույնիսկ հասկանալի չի ում վրա կարողանա այլևս հենվի։ Երկրում ժողովրդի վրա չի կարող հենվել, ժողովուրդը խորապես հիասթափված է Փաշինյանից, ուժային կառույցները աշճանաբար սկսելու են հետ նահանջել նրանից, իր падգամավորների ներսում սկսելու է արդեն խաղը, ոմանք արդեն այդ խաղին միացել են, ոմանք էլ կմիանան։ Տեսեք, մի զարմացեք, հա, որ օրինակ հիմա որ խաղին նկատի ունեք, իմպիչմենտի գործընթացը, որ Հովիկ Աղազարյանը ճիշտ անվանենք անվստահության, որովհետև մեր համանդրության մեջ իմպիչմենտ չի գրած, անվստահության է գրած։ Տեսեք, անվստահության բանա սկսել, հա, որոշակի գործընթաց է սկսել, սկզբից դա արել են Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը, բայց հիմա այդ գործընթացին միացել են նաև Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք նրանք առանձին են սկսում։ Հա, նրանք նախքին եւ իրենց տեխնացուին պետք է ամսի 20-ին ներկայացնեն։ Ես կարծում եմ, որ իրենք նույնիսկ ավելի մեծ շանս ունեն։ Նույնիսկ ավելի մեծ շանս ունեն այստեղ հաջողության հասնելու, հա։ Այդ նշանակում է, որ մեղմ ասած Փաշինյանի շուրջը օղակը սեղմվում է անընդհատ։ Դուք կարծում եք իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի խմբակցությունից падգամավորներ կմիանան այդ շարժմանը, նրանք ունեն այդքան համարձակություն, կամ արդյոք այդ ժողովրդական ճնշումը, որ այդ գործընթացը կյանքի կոչվի։ Չէ, եկեք հասկանանք ինչ կարող է տեղի ունենալ, հա։ Ես որևէ բան չեմ կարող պնդել, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավորը չեմ շփվում, չգիտեմ իրանք ինչ կարող են անել, ինչ չեն կարող անել։ Գոնե հարցազրույցների ժամանակ ծաղրում էին, լուրջ չէին ընդունում, նույնիսկ հրապարակորեն պատրեցին նամակը իրենց ուղված Արսեն Թորոսյանը։ Ճիշտ է, այդ այն անվստահության, այսպես ասած, հայտներ, որ ներկայացվել էր Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից։ Բայց տեսեք ինչ մա խնդիրը։ Հիմա պատկերացնենք, մի հատ փորձենք հիպոթետիկ, հա, որտեղ ես ասում եմ, ես իրանցից ոչ մեկի հետ չեմ շփվում, որովհետեւ պատկերացում չունեմ դրանց յուրաքանչյուրը կոնկրետ ինչ կարող անել, բայց հիպոթետիկ եթե պատկերացնենք, որ իրանք հասկանում են, որ իշխանությունը, այսպես ասած, իր ձեռքներից սահում է, փախնում է իշխանությունը եւ Փաշինյանը որևէ հաղթաթուղթ չունի, որպեսզի կարողանա մինչև հերթական ընտրությունները մնացած է ժամանակում, մոտապես 1 տարի մի քիչ ավել, հա, ենթադրենք 1 տարի 1 ամիս, այս ժամանակաշրջանում բեկում մտցնի, որովհետև իրականում իսկական ինչի հաշվին պետքա բեկում մտցնի։ Տնտեսական վիճակը վատանում է։ Իդեպ տեսել եք տնտեսական վիճակն էլ է վատանում։
Դրա մասին կարող ենք առանձին խոսել, բայց տնտեսական վիճակը վատանում է։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Միգուցե ստացի պայմանագիրը։ Արադ Միրզոյանն ասել լավ լուրեր կարող ենք լսել։ Միգուցե Ադրբեջանից եւ Թուրքիայից ընդառաջ քայլ անեն եւ ստորագրեն։ Չեմ բացառում, ասեմ ինչու չեմ բացառում, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան հասկանում են, որ իրենց երազանքի գործընկերը Հայաստանում Փաշինյանն է։ Իրանք անդադ Փաշինյանին գովում են։ Իրանց մամուլ եթե նայեք եւ այլն գովում են անդադ Փաշինյանին, ասում են Փաշինյանը հայերի մեջ միակ ճիշտ մտածող մարդն է եւ այլն, ինչի որովհետեւ ինքը մտածում է իրանց պես։ Ինքը իրանց օրակարգն է բերում, պարտադրում Հայաստանի վրա։ Եվ չի բացառում, որ ինչ որ պահ եթե իրանք հասկանան, որ Փաշինյանը կարող է ընդհանրապես իշխանազրկվի եւ իշխանությունը անցնի այնպիսի ուժերին, որոնք իրանց նկատմամբ շատ ավելի կոշտ դիրքորոշում կորթեգրեն, չի բացառվում, որ այդպիսի ժեստ անեն։ Համենայն դեպս հիմա դրա նշանները մենք դեռևս չենք տեսնում։ Եթե հետևենք ադրբեջանական գործիչների, ենթադրենք նախագահի, արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, ասում են մենք Հայաստանին մեր պայմանները տվել ենք, սպասում ենք, որ Հայաստանը արձագանքի, մենք սպասում ենք Հայաստանից փոխադարձ քայլի։ Դրա համար առայժմ դրա նախանշանները չկան։ Սա ԿՊ-ին անհանգստացնում է կարծում եմ։ Բնականաբար, որովհետև նույնիսկ եմ ձեզ ասում, տեսեք, քաղաքացիական պայմանագիրը պետք է որպեսզի կարողանա վերարտադրվի մեր ժողովրդի վրա, ընտրողների վրա պետք է կարողանա գոնե ինչ-որ մի բան վաճառի, ինչ-որ մի բան։ Այդ ինչ-որ մի բանը ի՞նչն է։ Իդեպ ես նաև կոռուպցիայի դեմ պայքարն եմ փորձում հիմա այսպես։ Հիմա տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը մեղմ ասած, այլևս այն նախկին գրավչությունը չունի։ Ինչի որտեղ պարզվեց, որ խոսքը գնում է շատ ավելի փոքր թվերի մասին։ Պարզվեց, որ այս ընթացքում օրինակ Փաշինյանը ամբյոնից կանգնեց հպարտությամբ հայտարարեց, որ ինքը 7 տարիների ընթացքում մոտավորապես 500 միլիոն դոլարի գույք է, չէ՞, բանալ բռնագանձել։ Բայց պարզվեց, որ այդ ընթացքում եթե 500 միլիոն դոլարի գույք է բռնագանձել, բայց 7.5 միլիարդով աճել է պետական պարտքը։ 7.5 միլիարդով, այսինքն 15 անգամ ավելի շատ։ Հիմա մարդիկ ցանկացած մարդ, որը մի քիչ մաթեմատիկա է պատկերացնում, ասում է հետևելը. Անգեր դու այս 500 միլիոն դոլարով մեզ ոնց որ բան ես անում, կերակրում ես, հա, հույս ես տալի բան, բայց այս ընթացքում 15 անգամ ավելի շատ պարտք ես վերցրել։ Այդ պարտքը պարզ չի նույնիսկ ուր է գնացել, ու այդ պարտքն էլ իմ երեխաներն են վճարելու, ես ու իմ երեխաներն են վճարելու։ Կարես բացատրես, բա եթե այդքան խոսում ես թալանեմ հետ բերելու, կամ դու ոչ մի թալանել հետ չես բերում, խափում ես։ Օրինակ ոչ մի բան չես կոռուպցիոն ինչ-որ գործարքների միջոցով բան ես անում, հա, դա ոնց որ սեղանի տակ է գնում այդ թալանը։ Կամ կարող է թալանը այդքան շատ էլ չէր, ինչքան դու բան ես անում։ Չի էր մեզ խափում։ Հիմա հիմնական բանը, որ ձեզ նաև ասեմ, մենք անընդհատ քաղաքացիների շփում ունենք, մենք տեսնում ենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խորապես հիասթափված են Փաշինյանից, ինչի որտեղ նա խոստումները չի կատարում։ Ոչ մի բան, որը Փաշինյանը խոստացել է այս ընթացքում, կլինի դա 18 թվականին, թե 21 թվականին, երբ նա երկրորդ անգամ արդեն ընտրվեց, այդ խոստումները չեն կատարվում։ Մարդիկ հասկանում են, ի վերջո սկսում են հաշիվ պահանջել, ասում են խոստացել ես թոշակ բարձրացնես, չես բարձրացնում։ Խոստացել ես աշխատատեղ ստեղծես, չես ստեղծում։ Գիտեք, որ անցյալ տարվա ընթացքում նա գործազրկությունը 12.5%-ից աճել է, դարձել է 14%։ Դες չի լինում, որ քո տնտեսությունը աճի, գործազրկությունը լավ էլանա։ Նշանակում է տնտեսական աճը փուչիկ էր, եւ իսկապես եթե մենք վերցնենք թվերի մեջ նայենք ինչու՞մ է գաղտնիքը, կհասկանանք, որ իրականում Ռուսաստանից եկած մեծ տրանսֆերներ էր, որոնք Հայաստանի միջոցով գնում էին Սինգապուր, Հոնկոնգ, Արաբական Միացյալ Էմիրություններ, տնտեսական աճի պատրանք էին ստեղծում։ Բայց եթե դու իրական տնտեսական աճ ունես, այսինքն նոր ձեռնարկություններ են բացվում, հա, նոր բիզնեսներ, բան, ուրեմն աշխատատեղեր են ստեղծում, բայց ո՞նց աշխատատեղերը պակասել են։ Դա անցյալ տարի պակասել են, պետական վիճակագրությունը դա է ցույց տալի։ Ինչի որտեղ իրական տնտեսական աճ չի եղել։ Այս տարի ընդհանրապես արդեն տնտեսական աճ չկա։ Իսկ ինչի չկա տնտեսական աճ, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն։ Փաշինյանը եւ իր վարչակարգը այս հարցում ընդհանրապես բացարձակ ոչ կոմպետենտ են։ Բացարձակ ոչ կոմպետենտ։ Ավելին ձեզ ասեմ, այս ինչ որ եղել այս տարվա սկզբից, չէ, համատարած հայտարարագրում, գույքարկի բարձրացում, տրանսպորտի գների բարձրացում, բան եւ այլն, ցույց է տալի, որ այս մարդիկ ընդհանրապես ոչ մի տնտեսական քաղաքականություն չունեն։ Ընդհակառակ ոնց որ կամուն հակառակ փորձում են թքել։ Եվ դա անելով շատ զայրույթ է առաջացնում քաղաքացիների բողոքի ակցիաներ շարունակական կառավարության դիմաց։ Այսօր մենք ձեր հետ խոսում ենք, մարդիկ բողոքում են, ասենք բանկերում կեղծ վարկերի, իրանցից կեղծարարության բանի։ Այդ ինչի՞ց է գալերի, որովհետև ընդհանրապես չկա տնտեսական քաղաքականություն, չկա ոչ մի լուրջ վերաբերմունք տնտեսության հետ կապված։ Պոպուլիստական խոստումներն են ընթացքում անդադար հնչել, թալանը հետ կբերենք, թալանը հետ կբերենք։ Հետո պարզվել է, որ ոչ մի թալանը դուք հետ չեք բերել, բայց արանքում երկիրը մեծ քանակությամբ վնասներ է ստացել։ Մեծ քանակությամբ վնասներ։ Հիմա դուք կարծում եք Փաշինյանի հեռացումը լինելու է 2026 թվականի ընտրությունների միջոցով, թե ավելի շուտ։ Գիտեք, ես ըստեղ չունեմ միարժեք կարծիք, նաև բացատրեմ, թե ինչու միարժեք կարծիք չունեմ։
մեր շուրջ իրադարձությունները այնքան անկանխատեսելի բանով են զարգանում, հունով են զարգանում, որ Փաշինյանը կարող է տարածում, մենք վաղը քնենք զարթենք, պարզվի որ ինքը երկրից փախել է օրինակ։ Կարող է պարզվի որ օրինակ մի ամսվա մեջ տարածիորեն Ինչ զարգացումների մասն եք խոսում։ Նկատի ունեք արտաքին եւ ներքին աշխարհում արտաքին եւ ներքին դրանք բոլորը փոխկապակցված են։ Օրինակ, պարզ բան ձեզ ասեմ։ Սրանից տարածորեն 2 շաբաթ առաջ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև իրավիճակը սկսեց սրվել ահաբեկչական գործողությունից հետո իրանք սկսեցին հարվածներ հասնել իրար հրթիռային եւ այդ երկու երկրները, որոնք հսկայական երկրներ միասին վերցած 1.5 միլիարդից ավել բնակչություն են, չէ՞։ Այդ երկու երկրները կանգնած են միջուկային պատերազմի շեմի առաջ։ Եվ միայն ասենք Միացյալ Նահանգների եւ այլ երկրների նաեւ միջամտություն Չինաստանի նաեւ միջամտությունը Ռուսաստանի եւ այլն բերեց նրան, որ ինչ որ պահ կանգնեցին։ Մոտը պատկերացրեք, օրինակ մենք հիմա այսօր խոսում ենք եւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև իրավիճակը այնպես զարգանա, որ ի վերջո բերի միջուկային հարվածների։ Այն ամեն ինչ որ մենք խոսում ենք, դրանից այդ պահից սկսած արդեն ընդհանրապես ռելևանտ չի լինի, որովհետեւ դուք կհայտնվեք նոր իրողության պայմաններում։ Միջուկային, ասենք, այդ ամպը, միջուկային փոշու ամպը կգա Հայաստանը կծածկի։ Մենք դրա մասին կարող չենք մտածում, բայց այդ բանը իրականություն կարող է դառնալ։ Կամ ենթադրենք Միացյալ Նահանգները եւ Իրանը հիմա բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջը։ Կարծես թե համաձայնության այդքան էլ չեն գալիս։ Դե բանակցությունները ընթանում են, հա, չեն խզվել, փառքաստու բանակցությունը ընթանում։ Հիմա ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնեմ։ Մեր հայության կենսական շահն է, որ այդ բանակցությունները հաջող ընթացք կստանան եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը գան բանակցային լուծման։ Ինչի, որովհետեւ եթե իրանց մեջ ռազմական բախում սկսի, դրա հետևանքները մեր համար բացարձակ անկանխատեսելի կարող են լինել։ Օրինակ, Ադրբեջանը եւ Թուրքիան, որպես Իրանի հակառակորդների մրցակիցների տարածաշրջանում, կարող է Միացյալ Նահանգներից թույլտվություն ստանան, որ դու կարող եք ցանկացած գործողության գնալ, որը խփում է Իրանի շահերին։ Իրանի շահերին խփող գործողություններից մեկը Սյունիքը գրավելն է, որովհետեւ Սյունիքի մեջով անցնում Իրանի կարևորագույն ճանապարհը դեպի Եվրոպա։ Դրանից հետո եթե Թուրքիան եւ Ադրբեջանը որոշեն հարձակվել Սյունիքի վրա եւ Իրանը չկարողանա միջամտել, մեր ուժերը բնական է, չէ՞, հասկանում եք, որ չեն հերիքի Սյունիքը պաշտպանելու համար։ Հիմա բնական է, չէ՞, որ մեր կենսական շահն է, որ հանգարց Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պատերազմական գործողություններ չսկսեն։ Բայց եթե սկսեն, դուք չգիտեք դրանից հետո ինչ զարգացումներ տեղի կունենա։ Դրա համար երբ որ դուք ինձ հարցում եք ինչ տեղի կունենա 26 թվականին կամ 25 թվականին, իմ պատասխանը նրան է, որ շատ եւ շատ զգալի չափով կախված արտաքին իրադարձությունից մենք հիմա գտնվում ենք պատերազմների մի հատ օղակի ներսում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտությունը, Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը, Իրանի եւ Միացյալ Նահանգների, Հնդկաստանի եւ Պակիստանի եւ իդեպ շատ կարևոր մեկ այլ հակամարտություն կա Սիրիան։ Սիրիան, որտեղ բախվում են թուրքերի, քրդերի, Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի եւ այլն շահերը։ Այդ հակամարտությունների շրջանի ներսում ենք մենք գտնվում։ Եվ դու երբեք չես կարող մինչև վերջ կանխատեսել, որտեղ կապը կկտրվի, որտեղ այդ օղակը կամ այդ շղթան կկտրվի եւ անկանխատեսելի զարգացումներ։ Բայց դա արդյոք դա պատճառ է, որպեսզի Փաշինյանը մի օր առավոտյան արթնանանք, տեսնենք կարող է, երկի կարող է տեղի ունենալ։ Բնական է, որտեղ նույնիսկ ես ասում, այդ զարգացումները կարող են մեր համար անմիջական առնչություն ունենալ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը կարծում եք ինչ ընթացք կունենա, բանակցությունները շարունակվում են, Ստամբուլում են առաջարկ հնչել, որ այնտեղ շարունակվի։ Իդեպ Թուրքիայի ներգրավվածությունը, որ ավելանում է այս ամեն ինչում, լավ է մեզ համար։ Մեզ համար կարծում եմ, որ լավ չի, որովհետև Թուրքիայի ներգրավվածությունը բնականաբար բերում է, որ Թուրքիայի կշիռն է ավելանում այդ գործընթացում։ Բայց խաղաղությունը ինքնին մեր համար լավ է։ Եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև չոր համաձայնության հնարավոր լինի գտնել լուծման բանաձևը, դա մեր համար լավ է։ Դրան որևէ կասկած չկա, որովհետև տարածաշրջանում խաղաղությունը կբերի նրան, որ հենց նաեւ Կովկասի շուրջը լարվածությունը եւս կպակասի։ Տեսեք, խնդիրը այստեղ ինչու՞մ է։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակասությունները այնքան բարդ են, որ մինչև վերջ պարզ չի, որը կարող է լինել այդ լուծման բանաձևը։ Ամենապարզ օրինակը դա տարածքների օրինակն է։ Ռուսաստանը ասում է, ինչ որ ես գրավել եմ իմն է, մի բան էլ ավել ասում է, պետք է ամբողջապես այդ 4 մարզերը Ուկրաինան ինձ զիջի նույնիսկ այն մասերը, որը նա հիմա վերահսկում է։ Դե Ուկրաինան եւ Դոնեցկում եւ Զապորոժիայում եւ Խերսոնում որոշակի տարածքներ է վերահսկում։ Ռուսաստանը ասում է դրանք էլ պետք է զիջի։ Իհարկե դա մաքսիմալիստական դիրք է։ Ուկրաինան ասում է ընդհակառակը, Ռուսաստան պետք է հետ նահանջի մինչև խորհրդային սահմանը։ Հիմա դուք պատկերացրեք դա ինչ է նշանակում, որովհետև խոսքը գնում է հսկայական 100,000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը գնում։ Հայաստանից 3 անգամ ավելի մեծ տարածքի մասին է մոտավորապես խոսքը գնում։ Այդ ամեն մարզը համարյա Հայաստանի չափ է ֆիզիկապես։ Հիմա Ռուսաստանը ասում է այդ իմն է, Ուկրաինան ասում է չէ, իմն է, դու պետք է նահանջես։ Որտեղ պետք է լինի այդ լուծումը, շատ դժվար է պատկերացնել։ Շատ դժվար է այս բանը պատկերացնել եւ
դա ինչ որ իմաստով sense անհաղթարելի հակասություն է։ Այդ հակասությունը ինչպես է լուծվելու, չգիտեմ, կամ նույն կերպ Ռուսաստանը ընդհանրենք ասում է Ուկրաինան պետք է դեմիլիտարիզացիայի ենթարկվի, որպեսզի իմ համար անվտանգության սպառնալիք չլինի։ Ուկրաինան ասում է կնես, դու ես իմ համար անվտանգության սպառնալիք է։ Ես ոնց դեմիլիտարիզացիայի ենթարկեմ, բա որ ես դեմիլիտարիզացիայի ենթարկեմ, դու մնացածն էլ գրավես։ Ու ոնց պետք է լուծվի այդ հակասությունը։ Ես կարծում եմ, որ այդ հակամարտությունը այդ պատճառով տենց շատ արագ չի կարգավորվի։ Բոլոր դեպքերում բանակցային շատ տենց տանջալի ցիկլ է սպասվում, ինչպես եւ ցանկացած երկար տևող խորացած բարդացած հակամարտությունների համար։ Ինչպիսին է ինչպես նույն Հնդկաստանը եւ Պակիստանը, ինչպիսին է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները եւ այլն։ Բայց համենայն դեպս տենց շատ փոքր լավատեսություն ունեմ նրա հետ կապված, որ երկու կողմերն էլ առնվազն հայտարարում են պատրաստակամության մասին։ Բայց այդ հայտարարությունները ինչքանով ավելի իրատեսական գործողությունների կվերածվեն, դեռ պետք է տեսնենք։ Առայժմ որևէ բանակցություն չի եղել։ Հիմա այս անորոշություններով է պայմանավորված, կարծում եք Փաշինյանի այսքան լարվածությունը ազգային ժողովում այնիշ մենք տեսնում ենք, այդքան դյուրագրգիռ վիճակը, թե դա միտումնավոր է արվում նաև օրակարգը փոխելու, այդպես մարդկանց հետաքրքրություն բերելու միգուցե այս օրակարգի շուրջ, որ պայքարում է Փաշինյանի դիմության դեմ։ Իմ սեփական եզրակացությունը հետևյալն է։ Հիշեք այդ իրավիճակը պայմանավորված էր Աննա Գրիգորյանի հարցերով, հա։ Եվ այդ կոռուպցիայի հետ կապված։ Այո, կոռուպցիայի հետ կապված հարցերով եւ այդ հարցերին ոչ համարժեք հիստերիկ պատասխանով Փաշինյանի կողմից։ Հիմա նախկինում Աննա Գրիգորյանը բազմիցս այդ կարգի հարցեր են չերկցրել, այլ պատգամավորներ են հրճեցրել։ Հանգիստ պատասխան։ Փաշինյանի պատասխանը շատ ավելի adekvat է եղել։ Այս հիստերիկ վիճակը ինձ թվում է ցույց է տալի, որ ինքը իրան զգում է թակարդի մեջ, զգում է, որ ելք չունի այդ թակարդից, որ չի կարողանալու վերարտադրվել, որ չի կարողանալու իշխանությունը պահել, իսկ մի քանի անգամ նշել եմ, հիմա նորից կրկնեմ ձեր եթերի համար, որ եթե Փաշինյանը չկարողանա իշխանությունը պահպանել, հաշվի առնելով թե ինչ քանակությամբ հանցագործություններ է նա գործել իր իշխանության տարիներին, դա նրա համար ունենալու է ամենածանր հետևանքները։ Սա այն դեպքը չի, որ մարդը պարզապես իշխանազրկվի։ Նա հասկանում է, որ պատասխանատվություն է լինելու, նա հասկանում է, որ այդ հատուցումը անխուսափելի է լինելու եւ բնականաբար ինչպես եւ ցանկացած այլ մարդ, որը այդ հատուցման սարսափում է ապրում, նրա մոտ տագնապաճում է։ Խոսենք նաև մեկ նախագծից, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է նախաձեռնել, նա պատճառաբանում է, քանի որ զորակոչի ենթակա երիտասարդները միայն 30-ից 40%-ն է փաստացի անցնում պարտադիր զինվորական ծառայություն եւ նա կարծում է, որ գումարներ սահմանելով, վճարելով կարող են խուսափել բանակից։ Սա բերում է սոցիալական անարդարության կամ լարվածություն նաև հենց մարդկանց միջև, ինչ խնդիրների առջև կանգնենք։ Հայկ Սարգսյանի այդ նախաձեռնությունների դեմ ես դեռ վաղուց եմ պայքարում, բայց եկել եմ այն եզրակացության, որ քանի քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, շատ դժվար է այդտեղ հաջողության հասնել, ինչի որովհետև խնդիրը, որի մասին ասում է Հայկ Սարգսյանը, օբյեկտիվորեն գոյություն ունի։ Լուծումը, որը նա առաջարկում է, դա իրանց տրամաբանությամբ, իրանց փիլիսոփայությամբ լուծումն է։ Տեսեք ինքը ինչ ասում։ Ինքը ասում է բազմաթիվ հայ երիտասարդներ կամ պատանիներ խուսափում են ռազմական ծառայությունից։ Հիվանդության պատճառաբանությամբ, ասում է կրթության եւ այլն արտերկիր գնալով։ Խուսափում են ծառայությունից, դրա համար քանի որ իրանք խուսափում են ծառայությունից, եկեք նենց անենք, որ գոնե ծառայությունից խուսափելու դեպքում իրանք գումար վճարեն։ Դա մասնավորապես կնվազեցնի խուսափողների թիվը։ Հա, ինքը է ըստ էության ասում, ամենից մեկ եկեք բանակային ծառայությունը կարճացնենք 2 տարվա ընթացքում։ Տարիուկես դարձնենք։ 15 տարիուկես, այդ դեպքում ծառայությունը կլինի ավելի գրավիչ կամ պակաս ոչ գրավիչ ըստ էության, եւ այդ դեպքում էլ մենք կունենանք զորակոչիկների աճ։ Հիմա արտակուստ, այդ ասացի մեջ, եթե տենց սխալ բան չկա, արտակուստ սխալ բան չկա։ Իրականում կա, տեսեք ինչ հարցը։ Նախ եւ առաջ դու հենց երկրում մտցնում ես այդ գաղափարը, որ ծառայությունից կարելի է ազատվել գումարով, ըստ էության ասում ես հետեւյալը, այս երկրում հարուստը ծառայելու պարտավորություն չունի, աղքատոն է։ Դու միանգամից երկիր հետ բաժանում ես երկու սորտի քաղաքացիների։ Մի սորտի քաղաքացի, որը կարող է գումարով ազատվել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց, եւ երկրորդ սորտի քաղաքացիներ, որոնք դրա հնարավորությունը չունեն։ Իրանց միջև սոցիալական լարվածությունը մեծացնելով շարունակաբար ի վերջո միջոց ես ասեմ, որ այդ բերելու է վերջում երկրում քաղաքացիական շատ լուրջ լարվածության, եթե ոչ քաղաքացիական պատերազմ։ Հատկապես եթե աստվածչանի լարված իրավիճակ լինի սահմանում։ Այո, որովհետեւ դու ստեղծում ես երկու սորտի քաղաքացի։ Մի սորտի քաղաքացին, որը արտոնյալ է, մյուս սորտի քաղաքացին, որը այդ արտոնությունից չի կարող օգտվել, որովհետեւ այդ միջոցները չունի։ Երկրորդ խնդիրը այստեղ հետեւյալն է։ Իրականում Հայաստանի պես երկրում, որը
բարձր միլիտարիզացված է, որը ունի անվտանգային մշտական սպառնալիքներ եւ այլն, դու պետք է հակառակ ուղղությամբ գնաս։ Գնաս այն ուղղությամբ, ինչպես անել, որպեսզի քաղաքացիների գիտակցությունը փոխես եւ ռազմական ծառայությունը իրենց համար դարձնես գրավիչ։ Եվ բանակ ավելի անվտանգ լինի, ոչ թե խաղաղ պայմաններում զոհեր ունենան, եւ մարդիկ վախենան երեխաներին բանակ։ Այո, բանակը լինի ավելի անվտանգ, սպաները լինեն ավելի կրթված եւ արհեստավարժ։ Ունենաս դաշնակցային այնպիսի հարաբերություններ, որ քո զինվորը հասկանա, որ անվտանգային սպառնալիքներ առաջանալու դեպքում ամբողջ բեռը մենակ այդ 18 տարեկան տղայի ուսերին չի ընկնելու։ Բանակը լինի ավելի տեխնոլոգիական, ամեն մի առանձին զինծառայողի կյանքը լինի ավելի լավ պաշտպանված, բունկերներ կառուցես, հա, ունենաս անվտանգային այնպիսի ենթակառուցվածք, որտեղ առանձին վերցած զինվորը ավելի պաշտպանված է։ Մի շարք բաներ, որը դուք պետք է անես, ծառայությունը ավելի գրավիչ դարձնես։ Բացի դրանից, որը շատ կարևոր է, դու երկրում պետք է ստեղծես այնպիսի մթնոլորտ, որ ծառայելը հարգի է։ Ծառայելը, ով որ ծառայում է, նա ավելի մեծ հեղինակություն ունի, նա ավելի մեծ հարգանք ունի, կյանքում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն ունի։ Հիմա հակառակն է։ Հիմա նենց է ստեղծած իրավիճակը, եւ դա ողբերգություն է իրականում։ Ես ինքս այդ գիտակցությունից հանգիստ չունեմ, որ ով որ գնում է բանակ ծառայում, հա, նա չծառայողի համար տուժած վիճակում է հայտնվում։ Այդ է իրավիճակը նաեւ։ Դրա համար շատերը մտածում են ինչի համար ծառայենք, եթե կարող են գնալ դուրսը սովորել, կամ գնալ դուրսը աշխատել, հետո 27 տարեկանում գալ այդ գումարը վճարել, դրանից ազատվել։ Դու պետք է մի իրավիճակ ստեղծես, երբ որ բանակում ծառայելը հարգի է։ Օրինակ, մարդը նույն է ենթադրենք 2 տարիներ ծառայում է, բայց վերջի կես տարին օրինակ իրան վարձատրություն ես տալիս, իրան օգնում ես քաղաքացիական մասնագիտություններ ձեռք բերել, ինքը լեզուներ է սովորում ու ծրագրավորում է սովորում ու հաշվապահություն է սովորում եւ այլ, այնպիսի կիրառական գիտելիքներ, որ երբ որ ինքը վերադառնա քաղաքացիական կյանքի, իր համար օգտակար լինի։ Երբ որ ինքը վերադառնում է քաղաքացիական կյանքի, օրինակ, բանակում ծառայածը կրթական արտոնություն ունի, բուհերը իր համար ենթադրենք պետական բուհերը իր համար անվճար են, ծառայել ես, պետական բուհը քո համար անվճար է, վերջ, առանց բացառությունների։ Եվ այլն, այսինքն դու պետք է ծառայես մարդու համար, ստեղծես կյանքի արտոնություններ, որպեսզի մարդը ինքը ուզենա գնա ծառայի։ Այդ բոլորը միասին վերցած, հա, անվտանգություն, արտոնություններ, ծառայության գրավչություն, գիտելիք եւ այլն։ Այդ ամեն ինչ անելու փոխանակ ասում ես փողը դուր ազատվի։ Ենթադրենք պատկերացրու բոլորը փողը տվեցին, ազատվեցին, բա պետք է երկիրը պաշտպանի։ Այդ տես չի լինի, բայց պատկերացրեք կեսը տվեց փողը ազատես, բա ո՞վ պետք է երկիրը պաշտպանի։ Այսինքն սա խնդիր կառաջացնի նաև քանակի այդ կապված Ես կարծում եմ, որ իհարկե նվազեցման։ Իհարկե կառաջացնի, Եվ այդ նպատակը հետապնդում են արդյոք իրենք, կարծում եք։ Դե գիտեք ոնց է, ես չեմ ուզում մի արժեք պնդում կատարեմ տվյալ անձի հետ կապված։ Այդ նպատակը ունի, թե ուղղակի չի հասկանում, որ ի վերջո դրան է բերելու։ Հիմա օրինակ ինքը պնդում է անում, ասում է, եթե բանակային ծառայությունը տևողությունը 2 տարի դարձնենք մի կես տարի, 20%-ով զորակոչիկների թիվը կավելանա։ Ես չգիտեմ ինչի հիմա վրա ինքը դա անում։ Չգիտեմ, այսինքն ինքը ասում է, այդ դեպքում ծառայությունը ավելի գրավիչ կդառնա, ավելի մեծ քանակությամբ երիտասարդներ կգան ծառայելու։ Թող այդ փոփոխությունը մտցնեն, տեսնեն, տենցա թե չէ։ Տենցա թե չէ։ Որովհետև իրականում իմ կարծիքով դա բան է, էլի, ավելի շուտ պատրանք է, եւ զորակոչիկների թիվը չի ավելանա, բայց ծառայությունը կրճատվելու հաշվին, ծառայության տևողության, մարդկային ռեսուրսը ընդհանուր, որը բանակում ծառայում է, 100%-ով կպակասի, եւ դա չի կոմպենսացվի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։